ճիշտ է, իմ պաշտպանյալը թույլ չի տալի նման հարցեր այսօր դատանում բարձրացնել ընտանիքի ներկայիս սոցիալական վիճակի մասին, բայց ակնհայտ է դա, որ յուրաքանչյուր հայ ընտանիքում, այն ընտանիքում, որտեղ պաշտպանյալիս բոլոր հարազատները ապրում են Հայաստան Հանրապետությունից դուրս, Վրաստանի Հանրապետությունում, այսինքն երկու երեխաներին դասի տանելու, բերելու կամ այլ հարցերով որևիցե մեկ մերձավոր ազգական չկա Հայաստանում, որ կարողանա այդ ընտանիքին ձեռ մեկնի օգնի։ Ենթադրենք այդ երեխաներին ամեն առավոտ որ տանում էին դպրոց, բերում էին, խոսքը Դավիթ Վագի Չախալյանի եւ Գանե Վագի Չախալյանի մասին է խոսքը, որոնց դպրոցները տարբեր են եւ այդ դպրոցների տեղակայումը հայտնվել է Հարգարժան Բագրատ Սրբազանի կեցության վայրի հետ, որից էլ մեղադրող կողմը նախաքննության մարմինը ենթադրել է, որ Վահագն Չախալյանը հանդիպել է։ Ես դրան չեմ անդրադառնում, պատվարժան դատան, որովհետև դա այսօր քննական առարկա չենք սարքում, ապացույցները ուսումնասիրելը դրան կանդրադառնանք։ Այսօր խնդիրը զուտ ուղղակի հայ ընտանիքի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք, մարդասիրական մոտեցում ցույց տալն է։ Այն ընտանիքի, այն մարդու, ով ընդամենը իր հայրենասիրական, իր հայրենիքի նվիրյալ լինելու հանգամանքների դրսելով հայտարարություններով միշտ հանդես է եկել։ Պատվարժան դատան շատ կարևոր հանգամանք է նաև նոյեմբերի 11-ից հետո առայսօր հնչեցված արդար մեղադրյալներից մի քանիսի կարծիքը պատվարժան դատարան, որում մասնավորապես Հարգարժան Արտուր Սարգսյանը հայտարարեց դալիճում, որ Վահագն Չախալյանից ընդհանրապես որևիցե շփում կամ առողջություն չի եղել։ Վերջինիս այցելել են մի անգամ հրապարակում, երբ որ իմացել են նստած ցույց արել։ Հարգարժան Բագրատ Սրբազանը նույնպես փաստեց, որ ոչ թե այս ենթադրյալ, այս հորինած շինծու մեղադրանքում, որ բացնայից որ որևիցե մեկը որևիցե մեղավորություն չունի, առավել ևս Վահագն Չախալյանը ընդհանրապես առողջություն չի ունեցել պատվարժան դատարան։ Ես վստահ եմ նաև այս երթից հետո, եթե կուզենա հայտարարություն անելու, հատկապես Հարգարժան Մովսես Շարվարցյան իր հայտարարությամբ հանդես կգա, այս ամեն ինչը համադրելով սույն գործի որոշակի մեղադրական եզրակացում այստեղ գտած փաստական հանգամանքների հետ պատվարժան դատարան։ Մենք ունենք մի անձ, որը ընդհանրապես ոչ թե չի առնչվել, եթե դիցուկ առնչվել է, ապա այս գործում կարող է գտնվել միայն ամենավերջի դերակատարում ունեցող անձի կարգավիճակում։ Հիմա եթե մենք ունենք փառք Աստծո եւ որ ունենք նման բան, փառք Աստծո, որ ունենք գոնե այսօր 16 անմեղ մեղադրյալները այլանդրանքային խափանման միջոցների տակ են գտնվում, բայց եթե գտնվում են, ապա որպես այդպիսին Վահագն Չախալյանի ընդհանրապես դերակատարում չունենալը կամ նվազ դերակատարում ունենալով հանդերձ Այդչոք իրավաչափ է Վահագն Չախալյանին կալանքի տակ պահելը։ Ես վստահ եմ, որ այս նույն դիրքորոշումը իրենց հոգու խորքում ունեն նաև Հարգարժան հանրային մեղադրողները։ Վստահ եմ, որ նրանք նույնպես լավ պատկերացում ունեն հայ ընտանիքում այն ընտանիքի մասին, ով միակ կերակրողը հայ տղամարդն է եւ ովքեր Հայաստանում օգնող չունեն։ Երեխան դպրոց տանելու եւ այլն պատվարժան դատարան։ Հիմա այս հանգամանքներից ելնելով պատվարժան դատարան, հարց, արդյոք այլընտրանքային խափանման միջոցները իզորու չեն Վահագն Չախալյանի վարքագիծը ճիշտ դրսևորելու, պաշարժ վարքագիծ դրսևորելու։ Կարծում ենք, որ իրավազոր են պատվարժան դատարան։ Օրինակի համար մենք ճիշտ այսօր չենք միջնորդում, որպես այն փոխանցվի տնային կալանքով, որովհետև դա նույն կալանքն է եւ եթե մեր այսօրվա նպատակը նա է պաշտպանական կողմի, որ կարողանանք հնարավորություն մեր խոսքը հասցնել ոչ միայն իրավական առումով իրավաչափության փոփոխության տրամաբանության, այլ նաեւ մարդասիրական առումով պատվարժան դատարանին եւ Հարգարժան հանրային մեղադրողների սրտերին, որ իրապես այս ընտանիքը կարիք ունի հայ տղամարդու ներկայությանը, որ կարողանա հանապազորը հացը վաստակելով, երեխաներին դպրոց տանելով, կարողանա օգնել ընտանիքը գոյատևի վերջապես, ոչ թե ապրել գոյատևի։ Հիմա այս հանգամանքներից ելնելով պատվարժան դատարան, վերջինս առավել եւս որ մեկ այլ քրեական գործով եւ առավել եւս որ պատվարժան
դատանի ձեր նախագահությամբ այդ գործը քննվում է նաև ձեր վարույթում եւ արդեն մի քանի տարի է եւ վստահ եմ, որ այդ վարույթով Վահագն Չախալյանը միշտ դրսևորել է պաշտաշ վարքագիծ։ Ավելին, խափամիջոցը փոխվելու դեպքում էլ վերջինս մի քանի անգամ բացակայել է Հայաստանի Հանրապետություն եւ հետ է վերադարձել եւ որևիցե ոչ պաշտաշ վարքագիծ չի դրսևորվել։ Պատվարժան դատարան, սա առնվազն պետք է որ ձեզ որպես նախագահողի ներքին համոզմունք ձևավորել, որ Վահագն Չախալյանը որպես այդպիսին խոսքի եւ գործի տեր մարդ է եւ եթե առ այսօր նման որոշ վարքագիծ չի դրսևորել, ապա այլընտրանքային խափապան միջոցները կիրառելով հնարավոր է օգնել եւ այս ընտանիքին, հայ ընտանիքին իր գոյությունը շարունակելու եւ միևնույն ժամանակ պատվարժան դատան հնարավորություն ընձեռնելու, որպեսզի Վահագն Չախալյանը կարողանա իր ընտանիքի հոգս հոգալով, դատական իստերին ներկայանալով այս գործընթացը պաշտաշ կերպով շարունակելու։ Պատվարժան դատարան, ավելին նախորդ նոյեմբերի 11-ի որոշմամբ պատվարժան դատանը բոլոր սահմանափակումները հանել, այսինքն Վահագն Չախալյանը յուրաքանչյուր ցանկացած անձից կարող է շփվել եւ առ այսօր որևիցե վերջինիս կողմից այս 7 ամսվա ընթացքում եւ նոյեմբերի 11-ից էլ առ այսօր, երբ որ այս սահմանափակումները հանել են, որևիցե տեղեկատվություն, որևիցե փաստական հանգամանք պատվարժան դատան եւ վստահ է նաեւ հարգարժան հանրային մեղադրողներին հայտնի չէ, որ Վահագն Չախալյանը ինչ-որ մի ոչ պաշտաշ վարքագիծ դրսևորելով խոչընդոտել է այդ գործընթացին։ Հետևաբար պատվարժան դատարան զուտ այստեղ իրավաչափության փոփոխությունից բացի նաև շատ կարևոր է մարդասիրական այն մոտեցումը, որը որ հայ ընտանիքի համար մեծ դերակատարում կունենա։ Եվ ենթադրենք եւ վստահ եմ, որ այդ օրը գա եւ բային հետ այստեղ բոլոր մեղադրյալների վերաբերյալ արտասման վերդիկտ կայացվի, ցանկացած ռեհաբիլիտացիոն գործընթաց չի կարող փոխարինել երեխային 8-9 տարեկան անչափած երեխաներին հորը 7 ամիս չշփվելու, մի քանի ամիսը մեկ ուղիչ հիմնարկում տեսնելու եւ այդ ապրումները չի կարող փոխարինվել այդ երեխաների հոգեբանության մեջ առաջացած այդ տրավմաների եւ այլ խնդիրների հետ կապված։ Չի կարող որևիցե գումար կամ որևիցե նման արդարացման շրջանից հետո որևիցե բան փոխարինի այդ այսօրվա այդ չշփվելու հանգամանքներին պատվարժան դատարան։ Հետևաբար պատվարժան դատարան իմ կողմից հնչեցված այս հանգամանքները հաշվի առնելով մենք պաշտպանական կողմը գտնում է, որ այո, առավել քան այսօր հաշվի առնելով պատվարժան դատարանի եւ ձեր նախագահությամբ կայացված որոշումներից եւ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումներով, այդ թվում նաեւ հարգարժան Մովսես Շարբացյանի վերաբերյալ կայացած վերաքննիչ դատարանի որոշմամբ Վահագն Չախալյանին առավել եւս հնարավոր է կիրառել այլ խափանման միջոցներ եւ համակցված կերպով, բայց ոչ թույլ տալ, որպեսզի շարունակի ուղիչ հիմնարկում կալանքը գրել, որպեսզի կարողանանք եւ պատվարժան դատարան արդարությունը վերականգնենք, թեկուզ գոնե այս բան, թեկուզ փոքր չափականակով եւ միևնույն ժամանակ այս հայ ընտանիքին մարդասիրական մեր այս մոտեցումը ցույց տանք։ Առավել եւս պատվարժան դատարան, որ Վահագն Չախալյանը այն ազնվորությունն է, որ 3 անչափած երեխաների եւ կնոջը այդ պատերազմի ժամանակ հաշվի չառնելով, որ Աստված չէ, թե մի բան կպատահի իրեն հետ, ապա երեխաները այդ խնդիրը կանկանեն, վերջինս Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելու համար Արցախյան 44 օրյա պատերազմում ոչ թե ուղղակի ներկա է գտնվել, այլ օր առ օր ժամ առ ժամ իր պաշտպանությունն իրականացնել իր ընկերների հետ միասին։ Եթե ոչ հիմա պիտի հաշվի չառնենք այդ հանգամանքը, ապա երբ պատվարժան դատարան։ Ես գտնում եմ, որ հաշվի առնելով Վահագն Չախալյանի անձը, որ վերջինս որևիցե նախկին դատատվություն չի ունեցել, հաշվի առնելով վերջինիս հայրենիքի համար իր անկախ եւ ազատ տեսակետը միշտ արտահայտելու եւ իր ժողովրդի համար իր պայքարը շարունակելու օրինական ճանապարհով մի շարունակելու հանգամանքները հաշվի առնելով այս իմ կողմից նշված իրավաչափության փոփոխությունները հաշվի առնելով վերջինիս ընտանիքի այսօրվա նյութայրավական վիճակը պատվարժան դատարան խնդրում ենք եւ միջնորդում ենք որպեսզի Վահագն Չախալյանի խափամիջոցը փոխվի եւ նշանակվի այլ ազատության
չկապված հրատրանքային խափամիջոց կամ խափամիջոցների համակցություն պատվարժան դատարան եւ նաեւ շեշտում ենք գրավի մեր կողմից առաջարկած ոչ թե 2 միլիոն 100,000 դրամ գրավի գումարը, ինչու 2 միլիոն 100,000 դրամ ոչ թե 3 միլիոն կամ 5 միլիոն, որովհետեւ չկա այդ հնարավորությունը պատվարժան դատել մենք 5 միլիոն 13 առաջարկենք, բայց չունենք այսօր այդ հնարավորությունը եւ չենք կարող առաջարկել։ Հետեւաբար այս ամենը հաշվի առնելով խնդրում ենք պատվարժան դատարանության առարկա դարձնել եւ փոխել Վահագն Չախելյանի խափաման միջոցը։ Շնորհակալ եմ։